Բարև ձեզ հարգելի հետևորդներ, քանի որ շատ զանգեր եւ նամակներ եմ ստանում, միանգամից ասեմ, որ լավ եմ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթին, ինձ վիրավորելու փորձերին, ապա նշեմ, որ սա ինձ համար նորություն չէր, առաջին անգամ չէր, որ Փաշինյանը փորձում էր այսպիսի վարքագիծ դրսևորել։ Ինչ եմ ասել ես, ընդհանրապես Փաշինյանի հիշեցրել եմ, որ երբ խոսում է լրագրողների անվտանգության մասին, ապա հիշի, որ օրինակ ես երկու քրեական գործով որպես տուժող եմ ճանաչվել եւ երկու քրեական գործով էլ մեղադրյալ չկա։ Պարզ տեսանյութերում քիչ առաջ էլ հրապարակեցի, նորից հրապարակեցի։ Պարզ տեսանյութերում երևում է, թե ովքեր են ինձ հարվածել եւ ինչպիսի խոսույթ են այնտեղ իրենք օգտագործել եւ այլը, եւ խմիչքի ազդեցության տակ է եղել, թե ոչ, ամեն ինչ շատ պարզ երևում է։ Փոխարենը Փաշինյանը այս հարցերին պատասխանել, ես ասում եի, սա է լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում արդարադատությունը, սա է խոսքի ազատությունը։ Փոխարենը կամ իր այրունը ավելի կարմիր է, քան մեր այրունը, փոխարեն այս հարցերին պատասխաներ Նիկոլ Փաշինյանը ընտրեց ինձ վիրավորելու ճանապարհը, միանգամից ասաց, որ պարկում եմ ՊՊՑ աշխատողների ոտքերի տակ, պնդում էր որպես վերջին ճշմարտություն, որ ինքը տեսանյութ է վերջերս տեսել, որ Մասիսում ես պարկել եմ ՊՊՑ աշխատողների ոտքերի տակ, որին վրայով անցնեմ։ Պարոն Փաշինյան, այնտեղ էլ ասեցի, հրապարակեք այդ տեսանյութը։ Իրազեկեք, չգիտեմ, իմ կյանքում այդպիսի դրվագ եղել է, որ ես տեղյակ չեմ, դուք եք տեղյակ, ես Մասիսում ընդհանրապես վերջին ժամանակահատվածում չեմ եղել եւ չեմ առնչվել ձեր ՊՊՑ աշխատակիցների հետ։ Պահանջում եմ հրապարակեք, իրազեկեք, ինձ էլ ապացուցեք, հանրությանն էլ ապացուցեք, թե չէ ստացվում է, որ հերթական մերկապարանոց հայտարարությունն եք անում եւ հերթական անգամ ինձ թիրախավորում եք։ Սպասում եմ, հրապարակեք, ինչպես ես եմ հրապարակում, ասում եք, որ դուք հարբած աջակիցներ չունեք։ Հերթով հրապարակեցի ձեր հարբած աջակիցների դեմքերը, ին վրա հարձակում գործածների դեմքերը, մինչև հիմա ազատության մեջ շրջողների դեմքերը։ Սպասում եմ ձեզ, հրապարակեք։ Եվ ՊՊՑ աշխատակիցների հետ կապված մի բան եմ ուզում ասել։ Գուցե Փաշինյանը օրինակ չի կարողանում Մարսել, Կիրանցում, Բաղանիսում տեղի ունեցածը, նշեմ, որ Բաղանիսի դպրոցում առաջինը ես եմ գնացել։ Դուք այնտեղ չհայտարարված հանդիպում եք ունեցել բնակիչների հետ, բնակիչներն են ինձ հրավիրել եւ ձեր ՊՊՑ ծառայողները ինձ այնտեղից պարզապես դուրս են հրավիրել, որպեսզի ես չկարողանամ արձանագրել այնինչ դուք կխոսեք բնակիչների հետ։ Ուզում եմ հիշեցնել այդ ժամանակահատվածում էլ բնակիչներին էլի սպառնում էիք, ասում էիք, որ եթե սահմանազատում չլինի, շաբաթվա վերջ կարող է պատերազմ լինել։ Ուզում եմ հենց մեր մեքենան էիք նաև ոստիկանները նաև մեր մեքենան էին շրջափակել, որպեսզի հետագայում ես չկարողանամ դուրս գալ եւ դուք կարողանաք պարզապես ցույց տալ այնպիսի իրականություն, ինչպիսին ձեզ ձեռնտու է, ոչ թե իրադարձությունների հակառակ կողմը։ Եթե այս դրվագները չեք կարողանում մոռանալ եւ այդպիսի որակումներ եք տալիս, ապա ես չգիտեմ ինչ ասեմ, դուք տպավորություն կարող է ստեղծվել, որ ընկալման հետ կապված խնդիր ունեք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, թե ինչու եք իմ նկատմամբ այդպես չափազանց ագրեսիվ տրամադրված, ես դրա պատասխանը ունեմ։ Ես կարծում եմ, որ դուք մինչև հիմա չեք մարսել այն, որ ես տարիներ առաջ միացրեցի Արցախցու ձայնագրություն, որտեղ նա ձեզ հիշեցնում էր Մելիք Ֆրանկյուլի ճակատագրի մասին։ Ես ձեզ հորդորում եմ պատրաստ լինել, ցանկացած հարց, դիտարկում լսել, որովհետև դուք վարչապետի աթոռն եք զբաղեցնում, ձեր վրա մեծ պատասխանատվություն է դրված, շատերը ձեզ հազարավոր մեղքերի մեջ են մեղադրում, ուստի պիտի պատրաստ լինեք, որ լրագրողները այդ մասին ձեզ հարցադրումներ անելու են, հանրության խոսքը փոխանցելու են, այո, երբեմն նաև ձայնագրություններ են միացնելու, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ ուղիղ ձեզ հարցերը ուղղելու։ Հուսամ հաջորդ
ճեպազրույցի ընթացքում դուք զերծ կմնաք վիրավորական արտահայտություններից, որովհետև ես թույլ չեմ տալու, որ որևէ մեկը ինձ վիրավորի, ով ուզում է լինի։